Նայեք այս աղջկա լուսանկարին։ Առաջին հայացքից շատ անհոգ է երևում, եւ իրականում այդպես էլ կա։ Նա ուղղակի դարձել է զոհ։ Ժամադրության զոհ, որի պատճառով լավ սփոյլ չանեմ։ Ընդհանուր առմամբ այսօր խոսելու ենք Tinder-ի մասին, ավելի շուտ Tinder date-ի մասին, որից հետո աղջկան ոչ ոք չի տեսել։ Կադրերում տեսնում եք, թե ինչպես է աղջիկը տղամարդու հետ տարբեր անկյուններում քաղաքի ման գալիս եւ վերջ։ Երբեք Tinder-ով վերջին անգամ գնացել date-ի, ունեցել լավ ժամանակ կամ հետ չեք վերադարձել։ Այսօրվա տեսանյութը լինելու է 2018 թվականի ժամադրության մասին։ Մեկ սխալ swipe եւ վերջ։ Քո կյանքը ուրիշի ձեռքերում է։ Բայց մինչև տեսանյութին անցնելը կխնդրեմ բաժանորդագրվես ալիքին, ինչպես նաև մեկնաբանություններում կիսվես քո կարծիքով, տարածես եւ հավանես տեսանյութը։ What's your emergency? Grace Millen-ը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 2-ին, Անգլիայի Wickford քաղաքում։ Նրա հայրը շինարարական բիզնես ուներ, շատ լավ էր վաստակում եւ ընտանիքը ոչնչի կարիք չուներ։ Դպրոցում Grace-ը առանձնանում էր իր ընկերասիրությամբ ու բարությամբ։ Նրա ընկերները շատ հաճախ ասում էին, որ աղջիկը ուղղակի բարության մարմնավորումն է։ Նա պատրաստ էր ամեն բան անել, որպեսզի բոլորին լավ լինի։ Եթե օրինակ ինչ-որ մեկը տխուր նստած լիներ, ապա Grace-ը կլիներ առաջին մարդը, ով կմոտենար նրան, կհարցներ ինչ է եղել։ Աղջիկը նույնիսկ այնքան բարի էր, որ փոքր հասակում իր մազերը կտրելով տվել է մի կազմակերպության, որը քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամներ էր պատրաստում։ Այսպիսով Grace-ը շատ բարի, շատ ընկերասեր, ազնիվ մարդ էր։ Նա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակում է մեկ այլ նահանգի համալսարանում, որտեղ սովորում է մարքեթինգ եւ ընդհանուր առմամբ նաեւ սկսում է այդ ժամանակ ճանապարհորդել։ Ուշադրություն, այդ տարիքում նա լինում է 22-21 տարեկան։ Տանեցիները դեմ չէին, քանի որ վստահում էին աղջկային, գիտեին, որ նա խելքը գլխին է, ոչ մի վտանգ աղջկայի չի պատահի, քանի որ ինչ անում ես, նույնն էլ ստանում ես հակառակը։ Բայց նրանք սխալվում էին։ 2018 թվականին 22 տարեկան հասակում նա սկսում է իր մեծ ճանապարհորդությունը, որն էլ դառնում է աղջկա վերջինը։ 2018 թվականի դեկտեմբերի 1-ին Grace-ը Անգլիայից ժամանում է Նոր Զելանդիա, Օքլենդ քաղաք։ Հաջորդ օրը նա Օքլենդում պատրաստվում է նշել իր ծննդյան օրը։ Այդ երեկո նա որոշում է բացել Tinder-ը։ Tinder-ը դա ծանոթության կայք է, որտեղ մարդիկ գրանցվում են իրենց նկարն են հրապարակում եւ swipe-ի միջոցով, այսինքն դեպի աջ կամ դեպի ձախ swipe անելով մենք հավանում ենք մարդուն կամ հակառակը, մենք դրան չենք հավանում։ Այսպիսով, եթե երկուսն էլ swipe աջ են անում, այսինքն իրար հավանում են, նրանք կարողանում են նամակագրություն սկսել, որից հետո, եթե ցանկանում են, կարող են նաև հանդիպել։ Tinder-ը ըստ Grace-ի ընկերների նա շատ քիչ էր օգտագործում, հիմնականում խրախճանքների համար կամ նոր մարդկանց հետ ծանոթանալու, որպեսզի նրանք օգնեն աղջկան քաղաքն ուսումնասիրի, ինչպես նաև պատմեն տեղի հետաքրքիր ավանդույթները, զրույցները կամ փաբերը եւ բարերը ցույց տան։ Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ վիրտուալ աշխարհում ամեն ինչ վտանգավոր է։ Օգտատերերի ուղիղ 73%-ը կյանքում գոնե մեկ անգամ սեռական կամ բռնությանը ենթարկվել կամ սեռական բռնության տեքստ էր ստացել։ Այս ամեն ինչով ծրագիրը այդքան էլ ապահով չի, բայց կախված թե ով կամ ինչպես այն օգտագործում։ Grace-ի ուշադրությունը գրավում է Ջեսի Քեմփսոնի պրոֆիլը։ 26-ից 27 տարեկան հմայիչ նոր զելանդացի։ Նրա նախասիրություններում նշվում է, որ Ջեսին ակտիվ սոցիալական կայք է վարում, ունի եկամտաբեր աշխատանք, ընկերասեր է, սիրում է հումորներ անել, կատակասեր, մի խոսքով իդեալական մարդ, ում հետ կարելի է հանդիպել։ Իդեալական մարդ, թե մարդը, լավ, օքեյ։ Grace-ը որոշում է swipe right անել, հավանել Ջեսին, Ջեսին նույնպես։ Այսպիսով երկուսն էլ իրար հավանելուց հետո սկսում են շատ կարճ նամակագրություն։ Ինչու կարճ, քանի որ որոշ ժամանակ անց, դա երևի թե մի քանի ժամ հետոն է, նրանք արդեն հանդիպում են։ Հանդիպումը տեղի է ունենում բարերից մեկում, որտեղ շատ մարդ կար։
ոչ մի տարօրինակ, ոչ մի վախենալու բան, երկու երիտասարդ ցանկանում են իրար հետ շփվել, ի դեպ տարբերությունը տարիքային այդքան է մեծ չէ։ Աղջիկը այդ ժամանակ 22-23 տարեկան է լինում, իսկ տղան 26-27 տարեկան։ Առաջին փաբում նրանք մոտ 1 ժամ են անցկացնում, խմում են, շփվում, ծանոթանում։ 7-15 նրանք տեղափոխվում են մեքսիկական բար, այնուհետև 8-15 մեկ այլ բար, որտեղ էլ Ջեսին փորձում է ավելի մոտենալ Գրեյսին։ Տեսախցիկները ֆիքսում են, թե ինչպես է Ջեսին փորձում համբուրել Գրեյսին, բայց փորձը փորձանք չէ։ Գրեյսը դեմ չի լինում այդ ամենին։ Նրանք սկսում են համբուրվել եւ հասկանում են, որ արդեն ժամանակն է տուն գնալու, որպեսզի շարունակեն երեկոն։ Սակայն մի բայց կա։ Այս ամբողջ ընթացքում աղջիկը այնքան շատ է խմում, որ երբևէ նման դեպք իր հետ չի պատահել։ Նա միշտ շատ քիչ է խմել կամ այն մարդկանց հետ է խմել, որոնց նա ճանաչում է, բայց Ջեսին մի տեսակ ուրիշ էր։ Նա սիրահարվում է Ջեսին առաջին իսկ հայացքից։ Նա հասկանում է, որ Ջեսին այն միակն է, դա իմ խոսքերը չեն, աղջիկը իր ընկերուհուն գրում է, որ ես քեզ շուտով կպատմեմ, այսօր ծանոթացել եմ մի հիանալի տղայի հետ, վաղը անպայման կխոսենք։ Ինչ է լինում։ Տեսախցիկները ֆիքսում են, թե ինչպես են նրանք բարձրանում Գրեյսի հյուրանոց։ Վերելակով նրանք բարձրանում են։ Ամբողջ ընթացքում երիտասարդները ծիծաղում են, ուրախանում, համբուրվում։ Արտաքինից ամեն ինչ շարունակում է սովորական ժամադրություն թվալ, սակայն դուռը փակվելուց հետո Գրեյսը այնտեղից այլևս երբեք դուրս չի գալիս։ Հաջորդ առավոտ Գրեյսի ծնունդն էր, սակայն ոչ մի կերպ աղջիկը կապի դուրս չի գալիս։ Սա շատ տարօրինակ է, քանի որ նա միշտ պատասխանել է զանգերին, միշտ սթորիներ հրապարակել, միշտ եղել ակտիվ սոցիալական կայքերում, այն էլ իր ծննդյան օրը կամ նախօրեին։ Բոլորը ուղղակի զարմացած են։ Միգուցե մտածում են Նոր Զելանդիայի պատճառով է, ժամային տարբերություն կա, Անգլիա, Նոր Զելանդիա, կա ինչ-որ խնդիր, համացանցի կամ չգիտեմ, վարդակը չի աշխատում ու հեռախոսի մարտկոցը չի լիցքավորվում, հա, զարյատկեն վերջացել է, բայց ոչ։ Ամբողջ ընթացքում աղջիկը չի պատասխանում նամակներին, զանգերին, հաջորդ օրը նույնպես, հետո էլի, եւ այդպես ուղիղ 5 օր աղջիկը չի պատասխանում ոչ մեկի ոչ զանգին, ոչ նամակին։ Աղջիկը կապի դուրս չի գալիս, նա չի հրապարակում ոչ մի նկար, ոչ մի վիդեո, ոչինչ։ Ջեսին նույնպես։ Երկուսն էլ սոցիալական իրենց մեդիայում շատ ակտիվ էին մինչև այս, բայց այդ երեկոյից հետո երկուսն էլ վերջ, ոչինչ չեն հրապարակում։ Կարող է ձեզ թվա, թե ինչ-որ զուգադիպություն կա, այո, կա, բայց արդյոք դա նույն պատճառով է պայմանավորված, ոչ։ Անցնում է 5 օր։ Գրեյսի հայրը որոշում է գալ այստեղ։ Գալով Նոր Զելանդիա, նա սկսում է տարբեր մարդկանց հարցնել, որտեղ է իմ աղջիկը, տեսել եք նրան թե ոչ, բայց ոչ մի արդյունք։ Այդպիսով նա որոշում է դիմել համացանց, հեռուստատեսություն, ինչպես նաև ոստիկանություն։ Այդ ընթացքում կհարցնեք, թե ինչ էր անում Ջեսին։ Դե սովորական գործերով էր իր զբաղված, հա։ Ջեսին գնում է խանութ, գնում է մեծ ճամփորդական պայուսակ եւ իթե նոր ուղևորության է պատրաստվում։ Ինչպես նաև գնում է տարբեր մաքրող միջոցներ, երևի տունն է փորձում մաքրել, բայց չէ։ Ոստիկանները տեսախցիկների միջոցով շատ արագ կարողանում են գտնել Ջեսին եւ իմանալ, որ նա այն հյուրանոցում, որտեղ որ մնացել է եւ պետք է գնար ավելի շուտ, հա, մի քանի օր առաջ, չգիտես ինչու որոշել է կրկին մնալ, նա նորից է վճարել համարի դիմաց, որպեսզի ավել գիշեր մնա եւ ամբողջ ընթացքում նա վճարումներ է կատարել Գրեյսի քարտով, նա աղջկա քարտով բանկային վճարումներ է արել, այսինքն Գրեյսը դեռ ողջ է, այսինքն Գրեյսը նրան տվել է իր քարտը, որպեսզի վճարումներ տղան կատարի եւ բերի իրենց տուն։ Միգուցե երկուսով էին պատրաստվում ճանապարհորդության, ավաղ ոչ։ Երբ որ նրան ձերբակալում են, ոստիկանները նաև տղայի հեռախոսն են արգրավում, որի որոնումների մեջ գտնում են, թե նա ինչպես է Google-ում որոնումներ արել, ինչպես կարելի է ազատվել արյան հետքերից, ինչպես կարելի է ազատվել խալու վրա մնացած մասերից, ինչպես մարդու մարմինը մասնատել, եւ այդպիսով բարձ է դառնում, որ Ջեսին Գրեյսի Tinder date-ը հենց իրեն էլ սպանել է։
Նա երեկոյան սպանել է աղջկան, որից հետո որոշում է մեծ ճամպրուկ գնել, աղջկա մարմինը տեղավորել դրա մեջ, գնում է եւ խանութից գնում է բահ, որը նույնպես վճարել է աղջկա բանկային քարտով, որոշում է քաղաքից դուրս ինչ-որ միտեղ փորել եւ այդ ճամպրուկը այդտեղ դեն նետել, որից հետո տանը մաքրող միջոցներ գնել ու ամբողջ տունը մաքրել, իսկ իր հագուստը, որը արյունոտ էր, ամբողջությամբ արյունոտ էր, հանձնում է քիմ մաքրում։ Ջեսին սպանել է Գրեյսին առանց որևէ պատճառի։ Նա պարզվում է նման քայլեր հաճախ է անում, հիմնականում գողանում ինչ-որ իր աղջիկներից, ում հետ հանդիպում է, եւ այս դեպքը ուղղակի առաջիններից էր, որ նա փորձում է մարդ սպանել։ Այս ամեն ինչը պարզ է դառնում այն ժամանակ, երբ որ ոստիկանները նրան սկսում են հարցաքննել եւ նա չի օգտվում իր իրավունքից։ Հիմա կասեք ինչ իրավունք, դա Միրանդայի օրենքն է, Միրանդայի իրավունքը, այսինքն ես որպես կասկածյալ չեմ խոսի այնքան ժամանակ, մինչև իմ փաստաբանը չկա։ Շատ հաճախ, երբ որ ինչ-որ մեկին ձերբակալում են, փաստաբանը կարող է տեղում առարկություններ անել, չթողնել, որպեսզի կասկածյալը խոսի կասկածյալը, քանի որ նա դեռ կասկածվում է, դա ապացուցված չէ, որ հենց նա է արել սպանությունը, որից հետո նոր արդեն դատական գործ կարող է հարուցվել։ Իսկ այս դեպքում, երբ որ անձը, կասկածյալը հրաժարվում է իր իրավունքից, նա դառնում է ոստիկանների համար իդեալական պրոյեկտ, որին շատ հաճախ տարբեր երկրներում, ցավոք նաև մեր երկրներում կարող են մեկ դեպքից ավել դեպքեր բարթել եւ ասել, որ նա նաև մեղավոր է այս կամ այն սպանությունների ու հանցագործությունների մեջ։ Այսպիսով տղան, քանի որ չի ուզում փաստաբան, չի ուզում, որ իրեն պաշտպանեն, սկսում է անհեթեթություններ խոսել, սակայն թե բանկային քաղվածքը, ինչպես նաև տեսախցիկները ֆիքսել են այլ բան։ Ջեսիի դատը տևում է 1 տարի։ 1 տարվա ընթացքում հավաքվում է բազմաթիվ ապացույցներ, ինչպես նաև վկաներ, որոնք դարձել են Ջեսիի զոհը։ Պարզվում է մինչև այդ նա ոչ միայն գողացել է աղջիկներից տարբեր իրեր, այլ նաև նրանց տարել հյուրանոց, բռնաբարել, իսկ աղջիկները վախեցել են խոսեն, քանի որ մտածել են, որ տղան իրենց վնաս կտա։ Մտածել են, որ տղան ինչ-որ մի վատ արար կկանի կամ իրենց պատվի հետ կխաղա։ Այսպիսով 2020 թվականի փետրվարին Ջեսին դատապարտում են 17 տարի ազատազրկման, սակայն նա կարող է լավ պահվածքի համար ավելի շուտ դուրս գալ բանտից։ Ինչ եք կարծում, արդյոք նման արարքի համար 17 տարին բավական է թե ոչ։ Մեկնաբանություններում կարող է կիսվել ձեր կարծիքով, ինչպես նաև ուշադիր լինեք ձեր մյուս ժամադրությունների ժամանակ։ Միգուցե դուք հանդիպում եք ապագա մարդասպանի հետ։ Շնորհակալություն, այսօրվա տեսանյութը այսքանն էր։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով, ինչպես նաև սեղմեք զանգակ կոճակը եւ հավանեք տեսանյութը։ What's your emergency?